Ներողություն եմ խնդրում Զարայից փաստորեն շարֆը հայերեն է, չկա այդպիսի բառ, օրինակ ինչ որ պարանոցա տակացուցիչ, չկա։ Բայց կարող լիներ, չէ՞, համակարգիչ ունենք, կարող է պարանոցա տակացուցիչ լիներ հայերեն շարֆ։ Ինչու ոչ թող, այլ չկա լեզվի կոմիտեն։ Չկա լեզվի կոմիտեն, կա լեզվի կոմիտեն։ Կա։ Դիմում եմ վերևներին, առաջ մեր վերևներ, լեզվի կոմիտե, միգուցե իմ առաջարկը, ինչու ոչ, թե մի հատ է ես մեկ բառով ավելացնեմ, հարստացնեմ հայոց լեզուն, այնքան հարուստ է, մեկ պլյուս գլումովի կողմից պարանոցա տակացուցիչ, պարանոցա գեղեցկուցիչ, տենց չէ։ Անցակ առաջ։ Մեր տաղավարում արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրին, Խաչանոց Գրիգորյանն է մեր տաղավարում, գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակը։ Ասենք, որ մեկնարկում է 2026 թվականին բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին ձմեռային փուլը, սա արդեն 4-րդ տարին է, և դիմորդները հնարավորություն ունեն քննություններին ևս մեկ փորձ, բացի հունիս-հուլիս ամիսներից, բացի այսինքն ընդունելության հիմնական քննությունից կարելի է նաև հանձնել հունվար-փետրվարին։ Այս պահին եկեք հասկանանք, ինչ ցույց տվեց նախորդ տարիների փորձն ու ինչ նորություններ կան այս տարի դիմորդների համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, իսկապես սա արդարացրեց այս ամենը իրեն, չարդարացրեց։ 4-րդ տարին ենք արդեն անցկացնում, դա արդեն այն բանի վկայությունն է, որ ճիշտ քայլեր, արդարացված քայլեր միանշանակ հոգու դիմորդի, շահ դիմորդի, որովհետև ամռան այդ մեզ համար ավանդական, մեզ սովոր ժամանակաշրջանից բացի դիմորդները հնարավորություն ունեն նաև հունվար-փետրվարին մեկ անգամ հանձնել քննություններ, այս անգամ իրենք հայտագրում են միայն քննությունները, միայն առարկաները, հանձնում են քննությունները, իսկ մասնագիտություն իրենք միևնույն է պետք է հայտագրեն մեր հաջորդ փուլում, որպեսզի մասնակցեն մրցույթին։ Շատ դիմորդներ, քանի առիթը եղավ, ասեմ, այս փուլում հանձնում են քննությունները, բարձր են ստանում, անցյալ տարի նման դեպք եղավ, օրինակի համար բարձր միավորներով մի աղջիկ դուրս մնաց բժշկականից, ավելի ցածր միավորներով ընդունվեցին, որովհետև ինքը պարզապես չէր հայտագրվել, ինչ որ սխալ էր եղել, ինչ մի խոսքով շատերը տեխնիկական սխալի պատճառով ինչ որ տեխնիկական չէ, իրենց կողմից էր սխալ եղել։ Իր կողմից տեխնիկական, այսինքն ինչ որ մի բան չէր նշել։ Հա, չէր հայտագրվել, չէր նշել։ Իսկ հետո ապելացիա եւ այլն թե արդեն բացարձակ համակարգը փակվում է ու վերջ։ Բայց ես չհասկացա ինչ էր կատարվել, ուշադրության պակաս էր եղել, ինչ էր եղել։ Մարդը լինում են այդպես, քննությունները հանձնում են, բարձր են ստանում։ Հունվարին։ Այո, իրենք մտքում ունեն օրինակի համար իրավագիտություն, մասնագիտությունը Երևանի պետական համալսարանի։ Ստանում են պատմությունից եւ օտար լեզվից բարձր միավորներ, մտածում են, որ իրենք ունեն այդ բարձր միավորները, բայց իրենցից բացի ոչ ոք չգիտի, իրենք հատկապես որ մասնագիտության համար են դիմում։ Ամռանը պետք է եւս մեկ անգամ ուղղակի Այո, մեր հաջորդ փուլում իրենք արդեն քննությունը կրկնելուց բացի կրկնելու հնարավորություն պետք չի, բայց իրենք կարող են։ Հա, եթե բարձր է բալերը, կարող ես չկրկնել, բայց մասնագիտությունը պիտի գրես անպայման, որպեսզի մրցույթին մասնակցես, որովհետև այս փուլում մենք մրցույթ չենք ունենում։ Մենք ունենք ընդհանրապես ավանդաբար ունեցել ենք 2 փուլ, հիմնականը ամռան հունիս ամսին եւ հուլիսին, հիմնականը ուրեմն հունիսին հանձնողներն են, եւ ունենք լրացուցիչ, դրանք ասենք բանակից զորացրվածներն են, արտերկրի դպրոցների շրջանավարտներն են։ Այդ 2 խմբերը հստակ սահմանազատվում են։ Հունիսին հանձնողը չի կարող հուլիսին հանձնել, հուլիսին հանձնողը չի կարող հունիսին հանձնել։ Բայց այդ 2 խմբերը այ հիմա հնարավորություն ունեն մեկ անգամ փորձելու, եւ այդ փորձը կարող է իսկապես հաջող լինել ու իրենք ստիպված չլինեն։ Օրինակի համար ես այստեղ թվերը հանել եմ, անցյալ տարի 25 թվականի ընդունելության արդյունքներով մեկ քննությունը պահպանած 3360 դիմորդ է ընդունվել, որ երկրորդ քննությունն է ամռան գնահատականներից մասնակցել իր մրցույթին, եւ 2 քննությունը պահպանած 1590։ Օրինակ նախանցյալ տարի ոնց որ թե 800-ն էին։ Իսկ ընդհանուր ինչքան է դիմորդների թիվը։ Սա ուզում հասկանամ տոկոսային հարաբերություն 10% է, սա 20% է։
Անցյալ տարվա ամռան դիմորդների թիվը ես չեմ կարող հիշել, հավանաբար 10%-ի չափ երկու քննությունը պահպանած, երևի 20, ես այսպես մոտավորապես մի քիչ ես կողմ են կողմ, մեկ քննությունը պահպանած։ Եվ այս տարի իսկապես ունենք դիմորդների իսկապես աննախադեպ թիվ։ Մեծ քանակ։ Այո, շատ են իրենք։ Ակտիվությունը բարձրացել է այս ընթացքում։ Այո, եւ ընդհանրապես գիտեք, փաստորեն ստացվում է այնպես, որ ձմռանը կարծես քննություն հանձնողների թիվը մոտենում է առհասարակ բուխ դիմողների թվին, այսինքն որ համակարգը իրեն արդարացնում է։ Հարմար է, որովհետեւ սա փաստորեն կարող է համարվել, չգիտեմ, գեներալների ռեպետիցիա։ Մեսրոպ Մաշտոցը գլխավոր փորձ։ Շնորհակալություն։ Գլխավոր փորձ, կամ կարող ես դու անել եւ հետո ազատ քո համար զվարճանալ։ Բայց ստեղ այլ խնդիր կա։ Ես որպես ծանր խաչ եմ կրում, որպես ուսուցչուհու ամուսին, որը որ ամեն օր առնչվում է մի մարդու հետ, որը որ դպրոցում դաս է տալի, եւ այդ խնդիրը կա։ Այն երեխաները, որոնք որ քննությունները հանձնում են ձմռանը, եւ օրինակ արդեն գիտեն, որ ունեն բարձր գնահատականներ, էլ բան չունեն անելու դպրոցում։ Չեն սովորում, հասկանում եք, այսինքն կես տարի մենք այդ մարդկանց ուսումից կտրում ենք, հերիք չի, գալիս են դասի, չեն գալի, խանգարում են, բան չունեն անելու եւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։ Միգուցե, նայեք, սա շատ լավ է դիմորդի համար, համաձայն եմ, շատ լավ է բուհերի համար, որովհետեւ նրանք կարողանում են կարգավորեն իրավիճակը, ստանալ ստատիստիկա, ունենալ, հասկանալ ինչ վիճակ է, երկու քննությունը ավելի լավ, մեկով եւ այլն, բայց դպրոցների համար սա խնդիր է կարծես թե։ Այսպես թե այնպես 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կրկնություններին է հատկացվում, այսինքն իրենք մինչև առաջին կիսամյակը ուսումնական նյութը ամբողջությամբ յուրացնում են եւ օրինակ մի քանի տարի առաջ մենք չէ, առհասարակ հանրապետությունում պետական ավարտական քննությունները սկսեցին հանձնել դեկտեմբերին, հիմա հունվարին են հանձնում։ Այսինքն այն քննությունները, որոնց արդյունքները պիտի ատեստատի նիշ որպես գնան, ավարտական փաստաթուղթ, բայց որոնք միասնական քննություն չեն, իրենք ձմռանը տալիս են, թեթևանում են եւ արդեն սևեռվում են, կենտրոնանում են ընդունելության վրա, բայց հիմա նաեւ դրա հարցն է լուծում։ Տեսեք, բայց իրենք կարող են եւ շատերը այդպես էլ անում են, ասենք թե երկու քննություն են հանձնում, բայց մեկը օրինակ, մեկը կարող են լավ պարապած լինել, հանձնել դրանից թեթևանալ, մյուսի վրա պարապել, այնպես որ, չգիտեմ, 12-ամյակի կողմնակի էֆեկտներից, այո, դեռ անլուծելի է։ Որովհետև երկրորդ կիսամյակը իսկապես կրկնություններին է հատկացվում։ Հետաքրքիր է դիմորդները ինչ մասնագիտություններով են դիմել, ինչ որ փոփոխություն կա նախընտրությունների հարցում եւ ինչ առարկաներ են հանձնելու։ Թրենդային ուղղություններ ունեն։ Մասնագիտությունները հայտագրում են հաջորդ փուլում, այո, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը։ Այս տարի ուրեմն փաստորեն միշտ մենք ունենում ենք ամենաշատը անգլերեն են հայտագրում, դա հանրապետության մասշտաբով եմ ասում, առաջին տեղում անգլերենն է, երկրորդ տեղում մաթեմատիկան, երրորդ տեղում հայոց լեզու եւ հայ գրականությունը։ Օրինակ, ասենք որոշ մարզերում պատմությունը չկա առաջիկա ռեվ։ Բացարձակ։ Բայց քանի տարի հայոց լեզվի հետ կապված հնարավոր չի օրինակ այնպես կառուցել ամեն ինչ, որ ամեն տեղ պետք լինի հայոց լեզուն եւ չգիտեմ, զուտ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ ձեր կարծիքն է հետաքրքիր։ Արդյոք ավելի ճիշտ չի, որ ցանկացած պարագայում ամեն տեղ ընդունվելիս Հայաստանում հանձնեն հայոց լեզու։ Նման ծրագրեր կան եւ հայոց լեզու որպես ներողություն եմ խնդրում, որպես ինչ, որպես Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ ցանկալի է որպես քննական առարկա ցանկացած տեղ ընդունվելու համար։ Առաջիկայում հավանաբար նման բան կլինի, ծրագրվում է նման բան։ Իսկ օրինակ չեք մտածում տիկին գրիգ, առարկաները չասացիք դեռ։ Առարկաները առաջին տեղում անգլերենն է, երկրորդ տեղում մաթեմատիկան, երրորդ տեղում հայերենը, բայց օրինակի համար կան մարզեր, որտեղ ավանդաբար դասավանդվող օտար լեզուն անգլերեն չէ, ասենք ֆրանսերեն, Գեղարքունիքում ոնց որ գերմաներենն է ավելի շատ այդ առարկանն, բայց ոչ թե առաջին տեղում է գերմաներենը, այլ օրինակ հայոց լեզուն է
առաջին պլան մղվում, թե չէ անգլերեն ներողություն, գերմաներեն, ֆրանսերենը ամենակիչ հայտագրվող, այո, հանձնվող քննություններից են։ Ունենք այս տարի նաև, տեսեք, 1 հոգի իտալերեն հայտագրած, 3 հոգի իսպաներեն։ Պարսկերեն էլ ենք ունենում այս տարի չունենք։ Բրուսովը չի միայն։ Համրսանան, համրսան ռոմանը գերմանական այնտեղ։ Ես ինչ եմ մտածում, այ հայոց լեզու որ ասում ես, խնդիրը նրանում է, որ ըստ երևույթի ոչ թե գրագետ գրելու մասին է խոսքը, այլ միտքը շարադրելու մասին ավելի շատ։ Ես տենց եմ հասկանում։ Այսինքն բոլոր այն համալսարաններում, որոնք որ լավագույն տասնյակի մեջ են մտնում, ոչ մեկ չի գնում, չգիտեմ ինչ էր հանձնում, էսե պետք է գրես, որ ընդունես այդ համալսարան։ Պարզ է, որ եթե դու օտար երկրից ես, անգլերենի իմացության քննությունները հանձնում ես, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Դա դու այստեղ շեմը հանձնում ես, հետո նոր քո էսսեն ես։ Այսինքն մարդկանց ավելի հետաքրքիր է դու ոչ թե տառասխալներով ես գրում կամ ստորակետը ճիշտ ես, գաղափարը, միտքը։ Մենք գնում ենք դեպի դա եւ ինձ թվում է որ դա ավելի կարեւոր է քան ինչ որ թեստավորված հայոց լեզվի իմացության մասին է խոսքը։ Տեսեք, տարիներ առաջ քննությունների թեստային համակարգը ընդունվել է, որ թե գրվել է մարդկային գործոնը մաքսիմալ կրճատելու համար։ Փաստորեն քննական առարկայական հանձնաժողովներ չկան քննական կենտրոններում, քննության կազմակերպիչներն են, ԳԹԿ ներկայացուցիչներն են, թեստերը ստանում են։ Դա իր մինուսների հետ միասին ունի մեկ անառարկելի առավելություն։ Մարդկային ֆակտորը դուս եք։ Այո, նույն ձևով ստուգում է համակարգիչը եւ այդ առումով իրեն արդարացրել է։ Հիմա ով էսե կպատ այո, որ հաստատությունը դա որպես քննական առարկա։ Իսկ ես ներողություն եմ խնդրում, այդ թեստավորման համակարգը ընդմիշտ մնալու է, թե կգա ժամանակ, որ օրինակ մենք կարող ենք ասել, որ այլևս գոյություն չունի այդ կոռուպցիան, խնդիր չկա եւ եկեք թեստավորումը հանենք, անցնենք ինչ որ Ճիշտն ասած, ապագան կանխագուշակելը հավանաբար ամենաանշնորհակալ գործն է։ Ամեն դեպքում սա հիմա ընդունված մեր պրակտիկան է եւ այդպես աշխատում ենք։ Մրցույթ է անցկացվում հանձնված քննությունների արդյունքներով արդեն լրացուցիչ փուլի նաեւ ավարտից հետո կհանձնեն, տեսեք, հունիսին կհանձնեն ապրիլի 15-ից մայիսի 10-ը հայտագրվածները, կհանձնեն քննությունները, հետո կունենանք լրացուցիչ փուլ հուլիսին, այդ քննություններն էլ կհանձնեն, այս բոլոր քննությունների արդյունքների հիման վրա մրցույթը տեղի կունենա եւ կհրապարակվեն ընդունվածների անունները։ Ուզում եմ ասել, որ ձմռանը եւ ամռանը հանձնված քննությունների մեջ, եթե դիմորդը 2 անգամ էլ հանձնել է, մրցույթին մասնակցում է իր այո, ավելի բարձր գնահատականը, նույնիսկ եթե 1 անգամ ինքը կտրվել է։ Եվ այդ հանգամանքով պայմանավորված դիմորդները, այո, դա ավելորդ փորձառություն, դա Ձմռանը կարող ես փորձել ուժերդ, եթե վստահ ես քո վրա, մանավանդ որ դա գումարների հետ կապված չի, գումարը մի քիչ ավելի են վճարում։ Հա, բայց մեծ գումարների մասին չի խոսքը, նենց չի որ ամերիկյան համալսարան ընդունելու քննություն են։ Զարմչել հարցում։ Եթե հա, ամեն դեպքում 4-3 տարի արդեն որոշակի փորձառություն կա եւ այս տարի արդեն 4-րդ տարին է, այս անցած 3 տարիների ընթացքում ինչ բացթողումներ են եղել, ինչ փոփոխություններ են եղել, որոնք կիրառել եք, օրինակ վերահսկողությունը ավելի ամրապնդելու համար, այդ շպարգալկաների մշակույթը, որովհետև որքան տեխնիկան զարգանում է, այնքան արտագրելու բաները զարգանում, հմտությունները, այո, ավելանում են, ինչ փոփոխություններ են եղել։ Տեսեք, օգտվելը Ինչ շպարգալկաներ են եղել։ Չէ, դե դա կստացվի, որ ես ռեկլամել եմ, հուշում եմ, իհարկե, հուշել չկա։ Բայց կա հետաքրքիր մոտեցումներ կան։ Իհարկե։ Եվ գիտեք, դա լինելու է, չգիտեմ, հիասթափեցնում եմ թե ոնց, բայց հիշում եք 50-ականների թե 60-ականների կեսերի ֆիլմում Գայդայի հայտնի Պրիոմ։ Այո, եղել է, լինելու է, դե մեր խնդիրն էլ վերահսկելն ու նման բաները հայտնաբերելը եւ անազնիվ ճանապարհով քննական միավոր ստանալը բացառելն է։ Ինչքան կարողանում ենք, անում ենք։ Ձմեռը ունի իր սպეციფիկան, որովհետեւ
տակ են հաղթում։ Շորերը շատ են։ Այո, իհարկե, շորերը շատ են մեկ, հեշտ է որևէ բան թաքցնելը, դա ուրեմն մեկ, ձմռանը մենք չունենք տեսախցիկներ քննական կենտրոններում, այո։ Ինչու՞։ Ձմռան տեսախցիկները քնում են, ինչ է։ Չէ, որովհետև Կահավորված չեն այդպես ինչպես։ մենք չենք հասցնում կահավորել օբյեկտիվորեն, որովհետև հայտագրումը 10 օր է տևում, իսկ տեսախցիկներ, մեր տեսախցիկները, ԳԹԿ-ի տեսախցիկները քննական կենտրոնում տեղադրելու համար մենք պիտի գնումների մասին օրենքով մրցույթ կազմակերպենք եւ այդ տեղադրող կազմակերպությունը գտնենք, այդ օրենքը որոշակի ընթացակարգ է ենթադրում, մրցույթ հայտարարել Այսինքն այստեղ միայն Ոնց է վերահսկվում։ մարդու աչքերն են հսկում։ Մենք մետաղորսիչով ենք իրենց ներս թողնում, բայց իրենք իհարկե կարողանում են թաքցնել դա, օրինակ ասենք շալվարի գոտու այս ջարմանդի տակ հեռախոս են թաքցնում, հետո հիմա շատ ընդունված է փոքր կարմիր ոսպի հատիկի չափ ականջակալ, որը հատուկ խողովակով ներս են մտցնում ականջի մեջ։ Մնում է հետո հանեն այդ խողովակը։ Հետո մագնիսով, այդ խողովակի այն մյուս ծայրին մագնիս կա, այդ մագնիսով հանում են, բայց դեպքեր են եղել, որ բժշկական միջամտությամբ են այդ մագնիսները հանել։ Ես լսել եմ, որ այսինքն սա եվրոպական ինչ-որ համալսարանից մեկում է եղել, որ մի աղջնակ ուրեմն զառայի նման գեղեցիկ մատնահարդարում էր արել եւ իր բոլոր ուրեմն այս մանիկյուրի վրա եղել են հարցերի պատասխանները մանր գրված եւ նա կարողացել է այդպես քննությունը հիանալի հանձնել հետո երբ որ պարզվել է այդ տարվա այդ մատ հարդարողին, որը որ այդ ամեն ինչ արել, դարել է այդ երկրի լավագույն մատ հարդարողին։ Այսինքն դա ստուգվում է թե չէ, օրինակ Զարայի նման մի գեղեցիկ գալիս է, այսպես։ Ու եւ այսպես սկսում արտագրել։ Տեսեք, երբ դիմորդի մոտ ինչ-որ բան կա, իրենք ամեն դեպքում երեխաներ են եւ իրենք իրենց վարքագծով մատնում են իրենց։ Բացի այդ, ուզում եմ ասել, որ նախ քննության կարգը մենք իրենց կարդում ենք, իրենք ստորագրում են, որ ծանոթ են, կառավարության որոշումով հաստատված է դա, այսինքն եթե իրենք հասցրել են կամ չեն հասցրել, եթե իրենց մոտ հայտնաբերվում է որևէ սարք, անկախ նրանից հասցրել են օգտվել թե չէ, իրենք դուրս են Այսպիսի փորձառություն եղել է։ Այո, իհարկե, լիքը։ Որ դուրս են մնացել հունվարից։ Հունվարին էլ, գիտեք, ես սկսեցի ասել ու կիսատ թողեցի, ուրեմն փաստորեն տաք հագուստը ձմեռային, տեսախցիկների բացակայությունը եւ մի հանգամանք էլ կա, որ նպաստում է որոշակի սարքերից օգտվելուն։ Ուրեմն ամռանը օրինակ իրենք ողբերգություն են սարքում, որ իրենց դուրս են հրավիրում, քննությունը կիսատ են թողնում, պատվիրակությունով, հարազատներով գալիս են, վերջը։ Ձմռանը իրենք այո, որովհետև վերջին հույսն է։ Իսկ ձմռան իրենք գիտեն, որ ամռանը մի հնարավորություն ունեն, հանգիստ ավելի խիզախ են։ Այո, իհարկե, ավելի համարձակ են, այո, բայց ուզում եմ ասել, որ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը բազմաթիվ դեպքեր են լինում եւ պետք չի ռիսկի դիմել, որովհետեւ պետք չի խաբել։ Ներում չկա, այսինքն եթե հայտնաբերեցիք, վերջ։ Բացարձակ, որովհետև մենք ինքներս կարգը կխախտենք, որովհետև հստակ գրված է, որ որևէ սարք հայտնաբերելու դեպքում իրենց քննությունը դադարեցվում է։ Դրա համար ուզում եմ ասել, ուզում եմ դիմել մեր բոլոր դիմորդներին, որ չնայած շատ գայթակղիչ առաջարկների, ասեմ ընկերություններ կան, որոնք նման ծառայություններ են առաջարկում, այնուամենայնիվ ձեռնպահ մնան որևէ հուշող սարք իրենց հետ քննասեն։ Ընկերություններ կան, որոնք Այո, դա բիզնես գործունեություն են ծավալում եւ այո։ Դե մեր ժամանակ օրինակ ռեֆերատներ գրելու ծառայություն կար, հենց մեր համալսարանի մոտ։ Ռեֆերատ գրելու ծառայություն հասկացա։ Բայց դա նորմալ չի։ Հենց համալսարանի մոտ։ Հիմա յուրաքանչյուրը հեռախոսում ունի ռեֆերատ գրելու սարքավորում։ Մի քիչ հին է եւ ChatGPT-ի մասին է խոսքը։ Լավ, այսինքն այս է հետաքրքիր թեմա է, կարելի է կանչել մի օր եւ զրուցել այս թեմայով։ Ես խնդրում եմ եւս մեկ անգամ ավելի հստակ ժամանակացույցը, հիմա երբ են քննությունները եւ ինչ է պետք անել հետո երկրորդ փուլում եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հանկարծ այն աղջկա նման խնդիր չունենանք, որ մարդը բարձր ստացել է եւ չի ընդունվել բժշկական համալսարանը։
Քննությունները մեկնարկում են հունվարի 24-ին։ Մենք առաջիկա 3 շաբաթ կիրակի օրերին ենք ունենալու քննություններ 6 քննական օր, այսինքն հունվարի 24-ին 25-ին այս շաբաթվա վերջին, հետո հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին, փետրվարի 7-ին եւ փետրվարի 8-ին։ Հատուկ ընտրված են հանգստյան օրերը, որովհետեւ մեր քննական կենտրոնները դպրոցներում են, որպեսզի մենք չխանգարենք ուսումնական գործընթացին եւ իրենք էլ մեզ չխանգարեն։ Քննությունների մեկնարկը 11:30 է, ամռան համեմատ 2 ժամ ուշ, որպեսզի եւ օրը հասցնի տաքանալ եւ ամեն դեպքում իրենք ավելի հեշտությամբ հասնեն քննական կենտրոններ։ 11:30 մեկնարկում է քննությունը, իրենք իհարկե ավելի շուտ պիտի լինեն, 10:45 պիտի լինեն քննական կենտրոններում, անցածները ստանում են իրենց քննության տեղի մասին, այնտեղ նաեւ ժամն է գրված, չպիտի ուշանան, քննությունը տևում է 3 ժամ բոլոր առարկաների դեպքում, բացառությամբ օտար լեզուների, այդ քննությունը մեր պիտի որ 4 ժամ սեպտեմբեր հունվարի 31-ին լինի, օտար լեզուների քննությանը հատկացվում է 2.5 ժամ, ավելի քիչ։ Այո, իհարկե, նաև օտար է, չէ։ Մերի չէ։ Գիտեք, ուզում եմ ասել նաև ռուսերենի քննությունն է որպես օտար լեզու, մնացած օտար լեզուների հետ չինք, օրինակ այս ամսի 25-ին պիտի լինի կիրակի օրը։ Այո, որովհետև օրինակ դիմորդներ կան, որ հանձնում են եւ որևէ ավանդական օտար լեզու եւ ռուսերեն, եւ որպեսզի դրանք չխանգարեն իրար, ռուսերենը առանձնացնում ենք։ Հունվարի 24-ին մեր հայոց լեզու եւ հայ գրականության քննությունն է։ Միայն Երևանում թե մարզերում է նաեւ։ Չէ, մարզերում մենք ունենք նաև մարզերում մենք ունենք այս տարի ուրեմն փաստորեն մեծ թվով դիմորդներ, բավական ունենք 12538 դիմորդ, անցյալ տարի այս շրջանում եղել է 11605-ը, այս 12538-ը հանձնելու են 23474 քննություն, ոմանք 2 քննությունն էլ հանձնում են, ոմանք մեկն են հանձնում, այսինքն այս 23000 Իսկ մարդ կա օրինակ որ 3 է հանձնում կամ 4։ Չէ, չկա նման բան, 2-ը առավելագույնը, 2-ը չի կարելի հանձնել հայոց լեզու անգլերեն եւ պատմություն։ Չէ, որովհետև իրենք մասնագիտության հայտագրման փուլում կարող են հայտագրել բացառապես 1 բուհի, 1 մասնագիտություն։ Իսկ եթե ես ուզում եմ զուգահեռաբար 2 բուհ ընդունեմ, հնարավոր չի դա։ Անկեղծ ասած դա նախատեսված չի։ Օրինակի համար ոնց որ թե հնարավորություն կա 1 ստացիոնար եւ 1 հեռակա, բայց այդ հեռականը աշնանը պիտի լինի։ Ամեն դեպքում չունենք նախադեպ, որ մարդը դիմի ասի, գիտեք, ես ուզում եմ միաժամանակ Բայց մասնագիտությունների հետ կապված, օրինակ տարիներ առաջ այդ հնարավորությունը կար, եթե ես ճիշտ հասկացա, երբ որ մի քանի մասնագիտություն էին ընտրում, քննությունը տալիս էին, որ մասնագիտությանը բալերը տարբեր մասնագիտություններ, սա մի տեսակ արժեզրկում էր մասնագիտությունը ըստ իս, որովհետև հստակ պետք է իմանաք ուր եք ուզում ընդունվել եւ շատերը օրինակ տալիս են հոգեբանություն եւ սոցիոլոգիա Բալերը որտեղ հերիքում են, մենք ունեինք հայտերի առավելություն, ասենք առաջին հայտի առավելություն, դա դիմորդի համար ամենակարևոր մասնագիտությունն էր, եթե այդ մասնագիտությամբ չէր ընդունվում, հերթով մնացած։ Հիմա մենք այդ մրցույթը բաժանել ենք 2 մասի։ Մրցույթի առաջին փուլում դիմորդը դիմում է 1 մասնագիտությամբ, իր երազած, ամբողջ կյանքում երազած մասնագիտությամբ։ Եթե այդ մասնագիտությամբ չի ընդունվում եւ տեղի է ունենում մրցույթը, Մարդ ունի դրական միավորներ, բայց չի ընդունվել, մենք ունենք լրացուցիչ մրցույթի հնարավորություն, որտեղ դրական միավորներ ստացածները կարող են նշել մինչև 6 մասնագիտություն եւ իրենց հանձնած քննություններին համապատասխան ընդունվել այդ մասնագիտություններով։ Մրցույթը պարզապես կիսել ենք, այսինքն մասնագիտական կողմնորոշումը առաջին պլան է մղվում, մրցույթի առաջին փուլ դա է, ոչ թե առաջին, այսինքն դա է կարևորում, շեշտը դնում ենք դրա վրա։
Երկրորդ փուլի հայտագրումը երբ է լինելու։ Երկրորդ փուլի հայտագրումը ապրիլի 15-ից մայիսի 10-ն է, դա պարտադիր է բոլոր հունվար-փետրվարին քննություն հանձնողների համար, որովհետև իրենք պետք է նշեն բուհը եւ մասնագիտությունը, որպեսզի մասնակցեն մրցույթին։ Պետք է հասկանան, որ հիմա պարզապես քննություններ են հանձնում, իսկ ընդունելության համար դա պետք է անեն ապրիլի մեսը։ Ասացի ուրեմն ձմեռային փուլում քննությունների մեկնարկը 11:30 է, 3 ժամ է տևում, արդյունքները հայտնի են լինելու, գնահատականները հայտնի են լինելու քննության 5-րդ օրը, դրա հաջորդ օրը բողոքարկման օրն է, բողոքարկումը միայն on-line է, իրենք գիտեն ինչպես դիմորդ AM-ի իրենց էջ կմտնեն եւ կբողոքարկեն քննության արդյունքը, այդպես։ Շատ շնորհակալություն Տիկին Գրիգորյան, ունեք հնարավորություններ 2 անգամ հանձնելու քննությունները, իսկ հիմա ունենք հնարավորություն Դիտելու գովաստ վերադառնանք եւ շարունակենք, մնացեք մեզ հետ։